Բարի լույս սիրելիներս, եկել եմ ձեզ հետ կիսվեմ ամենահամեղ բուլկիների բաղադրատոմսով, որի համար մեզ անհրաժեշտ է 300 մլ գոլից մի փոքր տաք կաթ, այս անգամ որոշել եմ կաթի հետ մեկտեղ ավելացնել նաև ջուր, 150 մլ ջուր, մի փոքր այսպես խառնում եմ, ավելացնում 10 գրամ դրոշ, լավ խառնում, ավելացնում 1 ճաշի գթալ աղ, ավելացնում 120 գրամ շաքարավազ, $50 մլ բուսայուղ, մեզ անհրաժեշտ է նաև 2 ձու, 2 ձվի դեղնուցներից մեկը վերցնում եմ, որպեսզի վերջում պատեմ բուլկիների երեսը, իսկ մեկ դեղնուցը և 2 ձվի սպիտակուցը ավելացնում եմ մեր մասսային և նորից լավ խառնում։ Ես ավելացնում եմ նաև փխրեցուցիչ, 1 թեյ թալ, փխրեցուցիչ կարող ենք ավելացնել նաև ալյուրի հետ միասին, այնուհետև նախորոք այստեղ արդեն մաղել եմ ալյուրը, աստիճանաբար ավելացնում ենք ալյուր և խառնում ենք։ Ահա այսպես մեր խմորը համարյա թե արդեն պատրաստ է, ավելացնում ենք նաև սենյակային ջերմաստիճանի 50 գրամ կարագ, մի փոքր այսպես թույլ է ինչպես նկատում եք և նորից սկսում հունցել, կարագի հետ մեկտեղ ավելացնում ենք նաև 1 տուփ վանիլին։ Խմորն արդեն պատրաստ է, փակում ենք սննդային թաղանթով և թողնում ենք մոտավորապես 40 րոպե, որպեսզի խմորն այդ ընթացքում բարձրանա։ 40 րոպե անց տեսեք ինչքան է բարձրացել մեր խմորը, այն շատ լավ հասունացել է, հիմա մի փոքր կողքերից հավաքում եմ, այնուհետև թողնում այդպես ևս 15-20 րոպե։ 20 րոպե անց նորից վերադառնում ենք, հաճելիորեն զարմանում, թե ինչպես է նորից բարձրացել մեր խմորը, այնուհետև մեզ անհրաժեշտ է բուսայուղը տարածում ենք մեր ձեռքերին, այնուհետև գնդիկների վերածում խմորը և միանգամից տեղափոխում տապակի մեջ։ Ցանկության դեպքում ավելացնում ենք նաև չամիչ։ Գնդիկները փակում ենք սննդային թաղանթով, այնուհետև խոհանոցային սրբիչով, իսկ դա անում ենք նրա համար, որ ընթացքում խմորի երեսը չճաքճքի և վերջում ստանանք հարթ, գեղեցիկ բուլկիներ։ Այնուհետև փակելուց հետո թողնում ենք այդպես մոտավորապես 30 րոպե, 30 րոպե անց վերցնում ենք մեր այն 1 ձվի դեղնուցը, ավելացնում 2 ճաշի գթալ կաթ, լավ խառնում, այնուհետև դրանցով պատում բուլկիների երեսը և ուղարկում նախօրոքտակեցված ջեռոցը, թխում ենք 150 աստիճանում մոտավորապես 30-35 րոպե ժամանակահատվածում։ Պատրաստ լինելուց 3-4 րոպե առաջ ջեռոցից հանում ենք բուլկիները, այնուհետև երեսը պատում շաքարաջրով, տալով նրանց փայլուն տեսք և նորից ուղարկում ջեռոցը։ 3 րոպե հետո արդեն հանում ենք վերջնական ջեռոցից, նորից պատում շաքարաջրով և թողնում մի փոքր հովանա, որից հետո մատուցում ենք։ Արդյունքում ստացվում են շատ համեղ, փափուկ, անուշաբույր, անուշահամ բուլկիներ, անպայման փորձեք։ Դե ինչ սիրելիներս, հուսով եմ ձեզ դուր եկավ իմ բաղադրատոմսը և անպայման պատրաստեք իմ բաղադրատոմսով։
Շնորհակալություն տեսանյութը դիտելու, հավանելու համար։ Կհանդիպենք հաջորդ տեսանյութում։ Հաջողություն։ Մի մոռացեք նաև բաժանորդագրվելու մասին։